երբ որ գնացքի մեջ նստած ես, գնացքդ կանգնած է, կողքի գնացքի շարժումը դու սկզբից չես զգում քոնն է, թե գնացքն է։ Նույնն է, որ մարդը գժվում է, ինքը չի հասկանում, որ ինքը գժվել է։ Հասկանում եք, դա այտենց է։ Նույն այդ գնացքի պես մարդը, որ գժվում է, ինքը չի հասկանում, ասենք, ինչ խաղաղությունից են սրանք խոսում, որ այս բնակարանները դեֆիանս բան կառուցվում էր, մենք այն գլխից ասում էինք, որ հայկական բանկի փողերը չի, ում համար են կառուցում այսքան բնակարան, մենք ասում ենք, որ կառուցում են ադրբեջանցիների համար, բայց կառուցում են ուրիշ, ասենք, ուժեր ձեն չեն հանում, չգիտես ինչի։ Փորձելու են բերել, փորձելու են ընտրություններին, եթե զգան, որ ձայները չեն հավաքելու, փորձելու են։ Հիմա իրանց միակ նպատակը վարչապետին ԿՊ-ից առանձնացնել, քանի որ վարչապետի ռեյտինգը խիստ ընկած է եւ չի հաջողում, նույնիսկ այս եկեղեցու արշավով չի հաջողում, ԿՊ-ն մի քիչ ռեյտինգը պահում է ասֆալտ անելով, մեր փողերով, տանիքներ սարքելով, մեր փողերով, այսինքն այդտեղ բարերարություն չի, մարդը փորձում է իշխանությունը գործ անի, պարտավորություն անի, այսինքն մենք այդ մենեջերներին դրել ենք, որ մեր ասֆալտը անեն, մեր փողերն մենք ենք տալիս։ Հա, ԿՊ-ն փորձում է այդ կեղծ ռեյտինգը հավաքի եւ նրանք փորձելու են վերարտադրվեն, ասենք, ԿՊ-ի ռեյտինգով, բայց էլի ձախողվելու են միակ ձևը, որ այդ ներմուծեն այդ փախստականներին եւ Կարծում եք, այսինքն մինչև ընտրությունները դա կլինի, այս մի քանի ամիսների ընթացքում։ Դե տեսեք, հիմա ինչ էլ եղել է արդեն այդ կեղծ անձնագրեր, մենք դրա ինֆորմացիան չունենք, հա, ինչ էլ խոսանք, հիմա սպեկուլյացիա կլինի, բայց հնարքների, այս մարդիկ լավ ընտրական հնարքների տիրապետում են, այո, դա նրանցը չի, դա հենց այդ թուրքական կամ անգլոսաքսոնական ծրագրի շարունակությունը, նրանք լավ ընտրական, ես կարծում եմ, որ ձախողվելու են, մենք մեր ժողովրդին չհիասթափեցնենք, եթե սա լիներ քաղաքապետարանի կամ ինչ-որ ոնց որ վաղաշապատիներ, եթե ես հիշում եմ, ձեր մոտ էր թե որտեղ էր, ես ասացի ԿՊ-ն հաղթելու այնտեղ ուրիշ տարբերակ չկա, բայց ինչ վերաբերվում է այս պարլամենտական ընտրություններին դժվար է լինելու իրանց համար։